Մեծ խաղաղություն ա լինում, երբ որ Աստված արթնանում է սիրելիս, հա։ Մենք էլ դա պետք է հասկանանք։ Մենք ազգովի պետք է դա հասկանանք, սիրելի հայ ժողովուրդ։ Հա, ժամանակն է, որ արթնացնենք Տիրոջը մեր ազգի մեջ։ Մենք ում ասես ուզում ենք արթնացնենք։ Վարդան Մամիկոնյանին ուզում ենք, տարբեր սպարապետների կասենք արթնացեք, փրկեք մեզ։ Փոխանակ որ ասենք զարթնիր, Հիսուս, փրկի մեզի, հա։ Փոխանակ որ Տիրոջը արթնացնենք, ում ասես կարթնացնենք։ Ազգովի ժամանակն է, գիտես, կամ պիտի Տիրոջը արթնացնես քո կյանքում, կամ սատանան շարունակելու է նավդ փոթորիկով իր ճոճորել աչուծախ, կամ պիտի Տիրոջ առաջ խոնարհվես, կամ խոնարհվես այս աշխարհի առաջ, ուրիշ տարբերակ չկա։ Տարբերությունը մենակ գիտես որն է, երբ որ Տիրոջ առաջ ես խոնարհվում, Հիսուսը գալիս է չոքում է քո կողքը, սկսում է վերքերդ բժշկել, քեզ բարձրացնել, սիրով լցնել, չոքում է քո կողքը, հա, վերևից չի նայում քեզ։ Գալիս է կողքդ, ասում է, հա, բալես, ինչ ա եղել, սպասի հեսա կբժշկեմ։ Բայց երբ որ Աստված չի քո խոնարհության մեջ, խոնարհվել ես աշխարհի առաջ, ինքը չի չոքում, ինքը գալի տրորում անցնում է։ Տրորում անցնում է, որովհետև այս աշխարհը չոքած մարդուն քացով կներես, որ տենց եմ ասում, քացով խփող աշխարհը։ Այս աշխարհից լավ բան մի սպասի։ Սաղմոս 44:23 Զարթնի, ինչի ես քնած, ով Տեր։ Պատկերացնում եք Սաղմոս 2-ն ինչ է ասում։ Արթնացի Աստված, զարթնի, ինչի ես քնած, վեր կաց, դեն մի գցի սպար, ինչի ես թաքցնում քո երեսը եւ մոռանում ես մեր խեղճությունը եւ մեր նեղությունը։ Ժամանակ առ ժամանակ ամեն մարդ էլ այս աղոթքը պիտի անի։ Միգուցե քո, չգիտեմ, առողջական բնագավառում Հիսուսը արթուն է, բայց ֆինանսական ոնդ քնացրել ես։